Բարև ձեզ, Ռուսաստանի կինոարտադրությունը հավանաբար չէր լինի այդքան արդյունավետ, եթե չլինեին այս ոլորտում մեծ նվաճումների հասած մեր հայրենակիցները։ Ռուբեն Դիժդիշյանը Ռուսաստանի ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից մեկն է։ Այժմ մենք նրա հյուրն ենք։ Ռուբեն Դիժդիշյան, կինոպրոդյուսեր, կինոդիստրիբյուտոր, Central Partnership կինոընկերության հիմնադիր եւ նախկին նախագահ, Mars Media Entertainment պրոդյուսերական ընկերության ղեկավար։ Ռուբեն, կարող եք հայերեն խոսել։ Փորձենք։ Мне легче будет на русском, но я могу как. Ինձ համար իհարկե շատ ավելի հեշտ կլինի ռուսերեն խոսել, քանի որ վաղուց հայերեն չեմ խոսել։ Давно не говорил, поэтому мне сложно. Դիժդիշյան, երբ հայը հայի հանդիպում է, սովորաբար արմատներից ենք սկսում, հարցնում ենք որտեղացի ես, չէ՞, սովորաբար բոլորիս մոտ այդպես է։ Այդ դեպքում ես էլ պետք է հարցնեմ, որտեղացի եք, որ իմանամ ինչից ենք խոսելու։ Вы знаете, родился я в Казани. Ծնվել եմ Կազանում։ Հայրս Երևանից է, մայրս կիսովչափ թաթար է, կիսովչափ ռուս։ Ծնողներս ծանոթացել են Վոլգոգրադում, ուր երկուսն էլ եկել են ինստիտուտից հետո։ 9 տարի նրանք ապրել են այնտեղ, երևի ծնողներս ընդմիշտ կմնային Վոլգոգրադում, եթե Երևանում չմահանար տատս։ Այդ ժամանակ ես 1 տարեկան էի։ Նրանք գնացին Երևան եւ մնացին այնտեղ ընդմիշտ։ Իսկ արմատներով ձեր նախնիները որտեղից են։ Հայրս արմատներով կենտրոնական Անատոլիայից է, Զելա քաղաքից։ Այն այժմ էլ կա։ Իմ պապը ցեղասպանության ժամանակ կորցրել է ամբողջ ընտանիքը։ Մանկատանն է ապրել եւ Հայաստան մեկնող առաջին նավերից մեկով եկել է Հայաստան։ Այդ ժամանակ նա 19 թե 20 տարեկան է եղել։ Պոլիտեխնիկ ինստիտուտի շինարարական ֆակուլտետը ավարտելուց հետո աշխատել է Արթիկի տուֆամշակման գործարանում, դարձել է այդ գործարանի գլխավոր տնօրենը։ Ուրեմն դուք գնացել եք նրա հետքերով, չէ՞ որ առաջին մասնագիտությամբ ճարտարապետ եք։ Այո, ճարտարապետ շինարար եմ։ Ես կարելի է ասել ժառանգաբար եմ ընտրել այդ մասնագիտությունը։ Հասցրել եք աշխատել հիմնական մասնագիտությամբ։ Да, я фактически где-то 7 лет работал. Այո, ես 7 տարի աշխատել եմ հիմնական մասնագիտությամբ։ Եղել եմ վարպետ, տեղամասի պետ, ավագ աշխեք, նախագծային ինստիտուտում եմ աշխատել որպես ճարտարապետ։ Գիտեմ, որ դուք մասնավոր ճարտարապետական բիզնես եք ունեցել։ Да, потом, когда началась кооператив. Այո, երբ սկսվեց կոոպերատիվ շարժումը, հեռացա պետական ծառայությունից։ Ընկերոջս հետ մասնավոր փոքրիկ ճարտարապետական մի կոոպերատիվ բացեցինք, որը բավականին հաջող գործեր էր անում։ Այսինքն Հայաստանում կան ճարտարապետ Դիժդիշյանի նախագծած շենքերը։ Вот совершенно точно не могу сказать. Վստահ չեմ, որ իմ նախագծած բոլոր շենքերը կառուցվեցին, քանի որ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ մեծ ծրագրերը դադարեցվեցին։ Սակայն որպես շինարար ես Հայաստանում հասցրի մասնակցել բազմաթիվ շինությունների կառուցմանը։ Մասնավորապես հեռուստաստուդիայի նոր շենքի շինարարությանն եմ մասնակցել։ Ահա, ուրեմն արդեն այդ ժամանակ սկսեցիք մոտենալ հեռուստատեսությանը ու կինոյին։ Այո, առաջին անգամ հեռուստատեսության հետ մոտիկից առնչվեցի հենց այդ ժամանակ։ Կինոյով սկսեցի զբաղվել Մոսկվայում։ Ես 1992 թվականին այնտեղ տեղափոխվեցի, քանի որ Հայաստանում մեր բիզնեսն արդեն չէր զարգանում։ Մոսկվայում շատ ավելի մեծ գումարներ էին շրջանառվում։ Որոշ ժամանակ անց գործերը սկսեցին վատանալ։ Հասկանում էի, որ պետք է ինչ-որ նոր գործ սկսել, որը դեռ ոչ ոք չի անում։ Մի անգամ Argument-ի Իֆակտի թերթում կարդացի, որ առաջին անգամ Ռուսաստանում մեքսիկական հեռուստասերիալ է գնվել, որը պետք է թարգմանվի ու ցուցադրվի տեղական հեռուստաալիքներով։ Ես մտածեցի, որ հետաքրքիր կլինի նման գործով զբաղվել։ Բանն այն է, որ կինոյով ես մանկուց եմ տարված։ Մենք տանը տեսամագնիտոֆոն ունեինք, ես կարող էի 100 հատ տեսաերիզ վերցնել ու մեկը մյուսի հետևից բոլորը նայել առանց քուն ու դադարի։ Ես բավականին հարուստ տեսադարան ունեի, որում ամենատարբեր ոճերի ֆիլմեր կային։ Ժամանակին ես տեսել էի ամերիկյան Դալլաս հայտնի հեռուստասերիալը։ Երբ իմացա, որ Ռուսաստանում հեռուստաընկերությունները հետաքրքրված են արտասահմանյան սերիալներով, որոշեցի գնել Դալլասը ցուցադրելու իրավունքը եւ ինքնուրույն թարգմանելով միլիոնատեր դառնալ։ Երբ եկա ընկերներիս մոտ ու ասացի, որ Դալլասն ենք բերելու Ռուսաստան, նրանք ինձ խելապակասի տեղ դրեցին։ Բայց ես վստահ էի, որ կստացվի։ 2 տարի շարունակ ուսումնասիրում էի այդ շուկան, որը ինձ բոլորովին անծանոթ էր։ Ի վերջո Լոնդոնում ստորագրեցի իմ առաջին պայմանագիրը Paramount Pictures-ի հետ։ Աշխարհահռչակ այդ ամերիկյան կինոընկերության եվրոպական գրասենյակի տնօրեն Բիլ Պեկը ինձ տվեց նախկին Խորհրդային Միության երկրներում
Dallas ֆիլմը ցուցադրելու բացառիկ իրավունքը։ Ավելի ճիշտ ոչ թե ինձ, այլ Central Partnership ընկերությանը, որ պայմանագիր ստորագրելուց ընդամենը 2 շաբաթ առաջ էր հիմնադրվել։ Այն էլ ոչ իմ կողմից։ Ես պարզապես գնացի օֆշորային գոտիներից մեկում գրանցված մի ֆիրմա։ Ուրեմն անունը դուք չեք դրել։ Ոչ, ես չեմ դրել անունը։ Պարզապես երբ եկա իրավաբանական գրասենյակ օֆշորային գոտում ֆիրմա գրանցելու համար, ինձ ասացին, որ գործը ավելի արագ կստացվի, եթե գնեմ արդեն գրանցված, բայց դեռևս չգործող ընկերություն։ Ընտրելու համար 3 անվանում առաջարկեցին։ Central Partnership տարբերակի վրա կանգ առա։ Դիժդիշյանի հիմնադրած Central Partnership ընկերությունը Ռուսաստանի 5 խոշորագույն ֆիլմ արտադրողներից մեկն է։ Ի սկզբանե այն մասնագիտանում էր հեռուստատեսային կոնտենտի դիստրիբյուցիայի գործում։ Սեփական կինոարտադրությունը սկսել է թողարկել 1998-ին։ 2009-ին դարձավ ԱՊՀ երկրներում Paramount Pictures եւ Summit Entertainment հոլիվուդյան կինոընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը։ 2010-ին Central Partnership-ը ճանաչվել էր Ռուսաստանի թիվ 1 կինոտարածող։ Ընկերությունը ունի 1500 լիամետրաժ կինոֆիլմի եւ 4000 ժամ հեռուստատեսային սերիալների տարածման բացառիկ իրավունքը։ Central Partnership-ը այն 8 կինոընկերություններից մեկն է, որը մրցույթի արդյունքում իրավունք էր ստացել կինո նկարահանել պետական ֆինանսավորմամբ։ Այժմ Central Partnership-ը միլիարդատեր Վլադիմիր Պատանինին պատկանող Profmedia Holding-ի մասն է կազմում։ Դիժդիշյանը հիմա էլ վերահսկում է ընկերության 25.5%-ը կազմող բաժնետոմսերի փաթեթը։ Central Partnership-ի տնօրենն է Դիժդիշյանի նախկին աշխատակից Արմեն Դավիթյանը։ Կոնկրետ ինչ էր ենթադրում Paramount Pictures-ի հետ կնքած գործարքը։ Dallas ֆիլմը 358 սերիա ուներ։ Այն աշխարհում ամենահաջողակ եւ հայտնի սերիալներից մեկն է։ Շատ հետաքրքիր ֆիլմ է։ Ես պետք է վաճառեի 3 տարվա ընթացքում սերիալը 2 անգամ ցուցադրելու իրավունքը։ Հավատացնում եմ ձեզ, դա այն ժամանակ հեշտ գործ չէր։ Մեր պայմանագրի արժեքը $2,750,000 էր։ Հսկայական գումար, որը ես չունեի։ Դիմեցի բոլոր հեռուստաալիքներին։ Շատ դժվար էր առաջ գնում գործը։ Իմ ստացած գումարը հազիվ բավականացրեց ամերիկացիներին ունեցած պարտքերը փակելու համար։ Սակայն այն փորձը, որ ձեռք բերեցի առաջին այդ գործարքի շնորհիվ, անգին էր։ Այդ փորձը արդեն կարելի էր կիրառել ավելի լուրջ գործեր նախաձեռնելիս։ Ավելի ուշ արդեն Մոսկվայում գրանցեցի մի նոր ընկերություն։ Նույն անունը դրեցի Central Partnership։ Մենք 4 համահիմնադիրներ էինք, փող չունեինք, ունեինք միայն Niva մակնիշի մի ավտոմեքենա, 1 համակարգիչ եւ 1 հեռախոս։ Այսպես սկսեցինք։ Շատ համեստ սկիզբ, բայց շատ լավ արդյունք։ Այն ժամանակ Ռուսաստանում դեռ չկար սեփական կոմերցիոն կինոարտադրություն որպես այդպիսին։ Փողը վաստակում էին պարզագույն ձևով։ Ֆիլմեր էին գնում օտարերկրյա արտադրողից եւ վաճառում դրանց ցուցադրման իրավունքը հեռարձակողներին։ Մենք գնում էինք վավերագրական ֆիլմեր բնության, կենդանիների մասին։ Հետո գնեցինք 10 ցածրբյուջետային ամերիկյան գեղարվեստական ֆիլմ։ Քիչ-քիչ սկսեցինք փող վաստակել ու փակել վարկերը։ Իմ աշխատավարձն այն ժամանակ $1000 էր։ Այժմ դա ծիծաղելի գումար է։ Տարիներ անց մեր ընկերությունը սկսեց օրական վաստակել այնքան, որքան սկզբում տարվա ընթացքում էր վաստակում։ Դա արդեն այն ժամանակ էր, երբ համարձակվեցինք ինքնուրույն սերիալներ եւ ֆիլմեր նկարահանել։ 1997 թվականին թողարկեցինք մեր առաջին հեռուստասերիալը։ Դա որ ֆիլմն էր։ Ֆիլմը կոչվում էր Եկեք ծանոթանանք։ Իգոր Շարլակն էր ռեժիսորը։ 24 սերիա էր։ Ընտրեցինք երիտասարդ դերասանների, որոնք նոր էին ավարտել թատերական ինստիտուտները։ Այդ սերիալում նկարահանվել են դերասաններ, որոնք հետագայում աստղեր դարձան։ Անդրեյ Զվյագինցևի առաջին դերերից էր։ Շատ գոհ էր, որ կարողանում էր մեր նկարահանման օրվա համար $50 վաստակել։ Այժմ մենք նրան 20 անգամ ավելի ենք վճարում։ Հետո նկարահանեցինք Որսի սեզոն սերիալը, այնուհետև Արտացոլում ֆիլմը։ Ընդամենը մի քանի տարի անց դուք դարձաք այդ ոլորտում առաջատարներից մեկը։ Դրա համար 5 տարի պահանջվեց։ Այժմ երբ ետ եմ նայում, տեսնում եմ, որ այն ժամանակվա մեր արածը բավականին ցածր որակ ուներ։ Ժամանակի ընթացքում աճեց ֆիլմերի մակարդակը, իսկ հեռուստադիտողն էլ շատ ավելի պահանջկոտ դարձավ։
Մենք հասկացանք, որ պատրաստ ենք արդեն ոչ միայն հեռուստատեսային սերիալներ, այլև լուրջ գեղարվեստական ֆիլմեր նկարահանել։ Եվ արդեն 2000-ականների կեսերին հաստատուն տեղ գրավեցինք ֆիլմարտադրության շուկայում։ Հեղինակավոր Forbes ամսագիրը Ռուբեն Դիժդիշյանին դեռևս 2005 թվականին դասեց Ռուսաստանի 5 ամենահեռանկարային կինոպրոդյուսերների շարքին։ 2007-ին նա Grand Prix-ի արժանացավ տարվա մեդիա մենեջեր մրցույթում եւ հռչակվեց տարվա լավագույն կինոպրոդյուսեր։ 137 պրոդյուսերական նախագիծ է իրականացրել, այդ թվում 30 լիամետրաժ խաղարկային ֆիլմ, որոնց ընդհանուր դրամարկղային եկամուտը գերազանցել է $135 միլիոն։ Դիժդիշյանի աշխատանքների թվում են այդպիսի հանրահայտ բլոկբասթերներ, ինչպիսիք են Լիկվիդացիան, Վարպետն ու Մարգարիտան, Կոտրած լապտերի փողոցը, Ջրահարսը։ Ռուբեն Դիժդիշյանը ֆրանսիական գրականության եւ արվեստների շքանշանի ասպետ է։ 2011 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացի շքանշանով։ Դիժդիշյանի կինը հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանն է, որի նկարած ֆիլմը Օսկարի էր ներկայացվել։ Որդին Դավիթը նույնպես կինոբիզնեսով է զբաղվում, ղեկավարում է DT Productions ստուդիան։ Դուք գործարար եք, ձեր նպատակը շահն է, բացատրեք, ինչ իմաստ ունի ռիսկի դիմել սեփական ֆիլմարտադրությունը կազմակերպելով, եթե կարելի է շատ ավելի հեշտ փող վաստակել արևմուտքում նկարահանված ֆիլմերը վերավաճառելով։ Мне кажется, нам тогда удавалось какой-то баланс сохранить. Ինձ թվում էր, մեզ հաջողվում էր հավասարակշռություն պահպանել։ Կոմերցիոն ֆիլմերի հետ մեկտեղ մենք նկարահանում էինք նաև լուրջ ֆիլմեր։ Բնական է, շահույթի մեծ մասը սերիալներն էին ապահովում։ В Армении тоже очень популярны։ Հայաստանում նույնպես այժմ հեռուստաեթերը լի է սերիալներով։ Դրանց շուրջ շատ սուր վիճաբանություններ կան։ Շատերը ասում են, որ սերիալները փչացնում են ճաշակը, բարոյապես քայքայում են երիտասարդներին։ Երևի Ռուսաստանն էլ, Ամերիկան էլ այդ ճանապարհը անցել է։ Դուք ինչ կասեք։ Սերիալը օգտակար բան է, թե չարիք։ На мой взгляд, можно. Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակ ես դնում։ Սերիալները կարող են ճանաչողական բնույթի լինել։ Դրանք կարող են դաստիարակել, կրթել։ Առանց սերիալների հեռուստատեսություն չի լինում։ Սխալվում են նրանք, որ կարծում են, որ սերիալը անլուրջ ժանր է, որ այն չի կարող իսկական կինո համարվել։ Հոլիվուդի լավագույն ուժերն աշխատում են հեռուստատեսության համար։ Տասնամյակներ առաջ Ամերիկայում նկարահանվող սերիալները իրենց մակարդակով քիչ էին տարբերվում այժմ Հայաստանում նկարահանվող սերիալներից։ Սակայն այժմ դրանք շատ բարձր որակի են։ Իհարկե, ամերիկացիների հետ ոչ ոք մրցել չի կարող, քանի որ նրանց ֆիլմերը ահռելի մեծ բյուջեներ ունեն։ Գլխավոր առավելությունը լեզուն է։ Անգլերեն ամենուր հասկանում են։ Մեր արտադրանքը կարող է սպառվել Ռուսաստանից դուրս միայն Ուկրաինայում, Բելարուսում եւ Ղազախստանում, որտեղ մարդիկ ռուսերեն են խոսում։ Այսինքն շատ փող չես վաստակի։ Իսկ քիչ փողը հանգեցնում է ցածր որակի։ Ամեն ինչ փոխկապակցված է։ Բայց մենք աշխատում ենք անել այնպես, որ մեր սերիալները լինեն բարձր որակի եւ դրանց համար չամաչենք։ Իսկ որ լուրջ ֆիլմերն եք դուք ձեր գլխավոր ձեռքբերումները համարում։ Ну, наверное, не столько я, как все другие. Իմ անձնական կարծիքը այս դեպքում երկրորդական է, իսկ հանդիսատեսի կարծիքով մեր սերիալներից ամենահաջողը Լիկվիդացիան է, որը Ռուսաստանում համաժողովրդական հիթ է դարձել։ Այդ ֆիլմը չափազանց ռուսական է։ Գործողությունները կատարվում են հետպատերազմյան տարիներին, 50-ականներին Օդեսայում։ Լիկվիդացիան կարողացավ գերել բոլորին, եւ ակադեմիկոսներին, եւ բանվորներին։ Կինոյում տարածված են այսպես կոչվող թափառող սյուժեները։ Նույն սյուժեով կարող է ֆիլմ նկարահանվել Ամերիկայում, Իսպանիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում։ Եթե հաջողությունը փորձարկած է, ուրեմն դա հեշտ հնարավորություն է դիպուկ հարված հասցնելու։ Ну, в том числе, да. Այո, այդպես է։ Կան սյուժեներ, որոնք սահման չունեն եւ կարող են իրագործվել ցանկացած երկրում, քանի որ դրանք համամարտկային թեմաներ են։ Արևմուտքում նկարահանված հաջող ֆիլմեր հետագայում մեզ մոտ են վերարտադրվում, օրինական կամ երբեմն ոչ օրինական ձևով։ Սակայն եղել են եզակի դեպքեր, երբ հակառակն է ստացվել։ Այդպես է եղել Դամավոյ ֆիլմի դեպքում, որը մեր ընկերությունն է նկարահանել։ Ռեժիսորը Կարեն Հովանեսյանն էր, իսկ գլխավոր դերերում Վլադիմիր Մաշկովն ու Կոնստանտին Խաբենսկին էին։ Մեզ հաջողվեց ապացուցել, որ Ռուսաստանում կարող են ստեղծվել ֆիլմեր, որոնք ֆորմատային կդառնան եւ կհետաքրքրեն նաեւ օտարերկրյա հանդիսատեսին։ Նույն այդ սյուժեով կինոնկար ստեղծելու իրավունքը մենք վաճառեցինք ամերիկյան մի ընկերության։
Հայաստանում նույնպես նման մի հաջող փորձ է եղել։ Ձեր հիմնադրած ընկերությունը գնել է հայկական հեռուստաալիքներից մեկի սերիալի սյուժեով ֆիլմ նկարահանելու իրավունքը։ Да, был такой случай. Այո, եղել է։ Ես եկել էի Երևան ծնողներիս ու քրոջս այցելության։ Նրանք այնտեղ են ապրում։ Պատահաբար միացնելով հեռուստացույցը, հայտնվեցի Շանթ հեռուստաընկերության ալիքի վրա։ Եթերում շատ դինամիկ զարգացող սյուժեով հետաքրքրական մի ֆիլմ էր։ Հետո արդեն իմացա, որ այդ ֆիլմի ցուցադրման ժամին ողջ ազգը հեռուստացույցին էր կանգնում։ Սերիալը կոչվում էր Որոգայթ։ Ինձ այն շատ հետաքրքիր ու թարմ թվաց։ Հետաքրքրվեցի ֆիլմի ունեցած վարկանիշներով ու ապշեցի։ Ես մտածեցի, իսկ գուցե գնեմ Շանթից այդ ֆորմատը եւ վերարտադրեմ այն Ռուսաստանում։ Եթե սյուժեն աշխատեց Հայաստանում եւ այդքան մեծ հաջողություն ունեցավ, պետք է որ ռուսաստանցի հեռուստադիտողին էլ դուր գա։ Հաջող բանակցություններ վարեցի հեռուստաընկերության ղեկավարների հետ, պայմանավորվեցինք ու գործարք կնքեցինք, որի համաձայն ստացանք նույն սյուժեով ֆիլմ նկարահանելու իրավունքը։ Որքան ես գիտեմ, այժմ այդ սերիալը արդեն նկարահանման փուլում է։ Да, сейчас он снимается. Այո, այն նկարահանվում է Ուկրաինայում։ Ճիշտն ասած, տեղյակ չեմ, արդյոք միայն ուկրաինական հեռուստատեսության համար է այն արվում, թե Ռուսաստանում նույնպես կցուցադրվի։ Բայց գիտեմ, որ նկարահանվում է ռուսերենով։ Երևի հեռուստադիտողները նկատել են, որ ձեր հիմնադրած ընկերության նշանը հիշեցնում է հայերի գլխավոր խորհրդանիշը՝ Մասիսը։ Վստահ եմ, որ դա զուգադիպություն չէ։ Ну, в принципе, он не похож, он и есть как бы. Ոչ թե հիշեցնում է, այլ հենց ինքն էլ կա։ Որոշեցի, որ Արարատը անպայման պետք է լինի իմ ստուդիայի նշանի վրա։ Դա հայրենիքիս հանդեպ իմ վերաբերմունքի յուրահատուկ դրսևորումն էր։ Ծննդավայրի նկատմամբ տածած կարոտի դրսևորումը։ Պարզապես ցանկացել էի մի կտոր վերցնել հայրենիքից ու կիսել այն բոլորի հետ։ Մարքեթինգի տեսակետից ճիշտ էր արդյոք ասոցիացնել կինոընկերությունը Հայաստանի հետ։ Չէ՞ որ բիզնեսի հարցում դա կարող էր ոչ միայն օգտակար լինել, այլև վնաս հասցնել։ Знаете, не думаю. Ну, Չեմ կարծում, կինոյի եւ հեռուստատեսության ոլորտում Ռուսաստանում ազգայնական տրամադրություններ չկան։ Մեր ասպարեզում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են աշխատում։ Չեմ կարծում, որ հայկական խորհրդանիշը կարող էր խանգարել բիզնեսին։ Համենայն դեպս, ես երբեք նման բան չեմ զգացել։ Ավելին, կասեի իմ ազգությունը ինչ որտեղ նույնիսկ ինձ օգնել է։ Ինչպես։ Ну, вы знаете, когда еще... Երբ մեր ընկերությունը դեռ շատ փոքր էր եւ ես հոլիվուդյան Դալլաս սերիալի հարցերով էի զբաղվում, բոլորը կարծում էին, որ իմ թիկունքին Լոս Անջելեսի հարուստ հայերն են կանգնած, չնայած իրականում իհարկե ոչ մի թիկունք էլ չունեի, բայց այդ ասեկոսները չէի հերքում։ Ասում էի թող մտածեն, որ հենց այդպես էլ կա։ Այսինքն եթե հայ չլինեի, հնարավոր է ինձ լուրջ չընդունեին։ Ռուբեն, հետաքրքիր է, որ ռուսաստանյան կինոբիզնեսում մեր հայրենակիցները շատ ազդեցիկ են։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ Ռուսաստանի 20 խոշորագույն կինոարտադրողներից առնվազն 5-ը հայեր են։ Ինչու՞մ է դրա գաղտնիքը։ Чем это можно объяснить? Я не могу объяснить с чем, но так сложилось, что действительно. Ես չգիտեմ ինչպես դա բացատրել։ Իսկապես կինոյի ոլորտում շատ հայեր են աշխատում եւ զբաղեցնում են բավականին լուրջ առաջատար դիրքեր։ Ինքս էլ չեմ հասկանում ինչպես է այդպես ստացվել։ Սուտ կլինի, եթե ասեմ, որ հայերը մեկը մյուսին առաջ են հրում, ճանապարհ հարթում։ Սակայն մեծ դեր խաղաց այն, որ յուրաքանչյուր հայ պրոդյուսեր իրեն հայրենակիցներով էր շրջապատում։ Երբ ես նոր սկսեցի գործս, իմ շուրջն էլ բոլորը հայեր էին։ Յուրաքանչյուր մարդ ցանկանում է հենվել նրանց վրա, ում լավ է ճանաչում ու վստահում։ Միայն հայերը չեն, որ այդպես են անում։ Նույնը անում են իտալացիները Ամերիկայում, հրեաները Եվրոպայում։ Ես մի հստակ սկզբունք ունեմ, եթե մասնագետի եմ աշխատանքի ընդունում հավասար պայմաններում, անպայման կգերադասեմ հայրենակցիս։ Իսկ հայերի կողմից ղեկավարվող մյուս կինոընկերությունների հետ համագործակցում եք։ Вот прямого партнерства. Գործնական համատեղ աշխատանք գրեթե չկա, սակայն մենք բոլորս ծանոթ ենք, հարգանքով ենք միմյանց վերաբերվում։ Ես բարեկամական հարաբերություններ ունեմ օրինակ Մոսֆիլմի տնօրեն Կարեն Շահնազարովի հետ։ Միշտ խոսում ենք այն մասին, որ արժե համատեղ մի ֆիլմ նկարահանել։ Ես Կարենի հետ համագործակցել եմ Պաստերնակի Դոկտոր Ժիվագո սերիալի նկարահանման ժամանակ։ Այն թողարկել է Կարեն Շահնազարովի Կուրիեր ստուդիան։ Կինոպրոդյուսեր Ալեքսանդր Հակոպովը կատակով անվանել էր ռուսաստանցի հայ կինոպրոդյուսերներին Paramount Pictures։ Да, не слышал.
Да, смешно. Իսկապես ծիծաղելի է, չեմ լսել։ Սաշա Ակոպովի հետ մենք նույնպես լավ ընկերներ ենք։ Хорошие приятельские отношения. Իսկ հայկական թեմայով ֆիլմ նկարահանելու գաղափար չի եղել։ У нас была неудачная попытка. Մենք անհաջող մի փորձ կատարեցինք նկարահանելով իմ մեծ հայկական հարսանիքը 4 սերիանոց հեռուստատեսային ֆիլմը, սակայն այն դուր չեկավ հայաստանցիներին, փոխարենը Ռուսաստանում բավականին մեծ վարկանիշ ունեցավ։ Հայտնի աստղեր են նկարահանվել՝ Ռադիոն Նահապետովը, Նատալիա Անդրեյչենկոն, բայց ֆիլմը Հայաստանում չընկալվեց։ Մեր հումորը չընդունվեց այնտեղ։ Ես հետո երկար մտորումներից հետո հասկացա, որ սխալ բաներ էինք արել։ Շատ էի տխրել։ Ցավալի էր, որ Հայաստանի հայերի մասին նկարած մեր ֆիլմը չհաջողվեց։ Այդ հիասթափությունից հետո երկար ընդմիջում էր։ Հետո նկարահանեցինք Ադամանդի որսորդները սերիալը, որի 2 սերիաները նկարահանեցինք Հայաստանում։ Գործողությունները այնտեղ էին կատարվում։ Ռեժիսորը Սաշա Կոտն էր, իսկ գլխավոր դերերում Ժենյա Միրոնովը եւ Ալեքսեյ Սերեբրյակովն էին։ Հայաստանը նրանց շատ էր դուր եկել։ Անընդհատ կրկնում էին, որ արժե մի նոր ֆիլմ նկարահանել Հայաստանում։ Այժմ մենք զբաղվում ենք ցեղասպանության թեմային վերաբերող ֆիլմի նկարահանումներով։ Ռեժիսորը Գերմանիայում ապրող հայտնի ռեժիսոր, ազգությամբ թուրք Ֆաթիհ Խակիմն է։ Մենք այդ ֆիլմի համապրոդյուսերն ենք։ Դա միջազգային մեծ նախագիծ է, որը 16 միլիոն եվրո է գնահատվում։ Մեզանից բացի մասնակցում են Գերմանիան, Իտալիան եւ Ֆրանսիան։ Մարտին կսկսվեն նկարահանումները եւ կընթանան 1 տարի։ Ցեղասպանության զոհ դարձած մի հայ ընտանիքի պատմություն է։ Հայրը փնտրում է իր կորած երեխաներին, ցնցող պատմություն է։ Հայկական թեմային վերաբերող եւս 1 նախագիծ կա, որը ես շատ եմ ուզում իրականացնել։ Երազում եմ ֆիլմ նկարահանել պապիս գրած գրքի հիման վրա։ Նա 9 տարեկան էր, երբ թուրքերը նրա բոլոր հարազատներին սպանեցին։ Պապս գրել էր իր հիշողությունները։ Մենք ընտանիքով հրատարակեցինք գիրքը ու նաև թարգմանեցինք այդ հուշերը։ Դա պատրաստի սցենար է։ Վստահ եմ, որ ցնցող ֆիլմ է լինելու։ Իմ ծանոթներից շատերը, ով կարդացել է, համեմատում են Շինդլերի ցուցակի հետ։ Ուզում եմ այդ ֆիլմի նկարահանմանը մարդկանց ներգրավել նաև Ամերիկայից ու Եվրոպայից։ Հենց այդպիսի հարցերում է կարող օգտակար լինել Paramount Pictures-ի ազդեցությունը։ Ազգությամբ հայ պրոդյուսերների համագործակցությունը այդ հարցում շատ օգտակար կլիներ։ Не, возможно, вы знаете, где-то 2 или 3 года тому назад как-то 2-3 տարի առաջ Մոսկվայում փորձեցինք միավորել մեր ասպարեզում աշխատող ազդեցիկ մարդկանց կարողությունները ցեղասպանության մասին լուրջ ֆիլմ նկարահանելու համար։ Հիմնականում խոսվում էր Մուսա Լեռան 40 օրվա թեմայով ֆիլմ պատրաստելու մասին։ Ցավոք, բոլորի մոտ տարբեր պատկերացում կար։ Մեկը ասաց, որ ցեղասպանությանը ընդհանրապես պետք չէ անդրադառնալ, քանի որ այդ թեման բոլորին հոգնեցրել է։ Ոմանց կարծիքով արժե ֆիլմ նկարահանել ժամանակակից Հայաստանի մասին, մեր երկիրը օտարներին բացահայտելու համար։ Մի խոսքով միասնություն չկար եւ արդյունքում մենք հեռացանք առանց կոնկրետ որոշման։ Դրա համար ես որոշեցի ինքս անել իմ մտածածը։ 2011-ին դուք հեռացաք Central Partnership ընկերության նախագահի պաշտոնից։ Այդ քայլը տարբեր կերպ էր մեկնաբանվում։ Вы знаете, если так попытаться в общем ответить. Եթե փորձեմ կարճ բարձաբանել իմ հեռանալու պատճառը, պարզապես պետք է նշեմ մյուս բաժնետերերի հետ ունեցած տարաձայնությունները։ Մեծ վիճաբանություն եղավ, որն ավարտվեց հարաբերությունների խզումով։ Կարծում եմ շատ չեք տուժել ձեր իսկ ստեղծած ընկերությունից հեռանալու արդյունքում։ Գիտելիքները, փորձը, գործարար կապերը, այդ ամենը դուք ձեզ հետ տարաք։ Ձեր հիմնադրած նոր ընկերությունը Central Partnership-ին չի զիջում իր արդյունավետությամբ։ Совершенно верно. Правда, наша компания еще год. Դուք ճիշտ եք։ Չնայած մեր ընկերությունը ընդամենը 1 տարի է ինչ գոյություն ունի, շատ շուտով կդառնա շուկայի առաջատարներից մեկը։ Ես դրանում վստահ եմ։ Mars Media Entertainment կինոընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերին։ Բաժնետոմսերի վերահսկող փաթեթը պատկանում է Ռուբեն Դիժդիշյանին։ Մոնիտար ինվեստորը Պրոֆսվյազբանկն է, որը $15 միլիոն ներդնելով տնօրինում է բաժնետոմսերի 12%-ը։ Զարգացման պլանները ենթադրում են, որ 5 տարի անց մասնավոր ներդրումների շնորհիվ կհաջողվի հասնել ընկերության կապիտալիզացիան $600 միլիոն։ Mars Media Entertainment-ի աշխատակիցների մեծ մասը Դիժդիշյանի հետ Central Partnership-ից եկած հայրենակիցներն են։ Գլխավոր պրոդյուսերը Սերգեյ Դանիելյանն է, արտադրության հարցերով տնօրենը Արամ Մովսիսյանը։ Ձեր կինը Աննա Մելիքյանը տաղանդավոր ռեժիսոր է, որդին Դավիթը նույնպես զբաղվում է ձեր գործով։ Պատմեք խնդրում եմ ձեր ընտանիքի մասին։ Супругой мы моей
были знакомы давно, но... Այո, տիկնոջս հետ վաղուց էինք ծանոթ։ Մոտիկից նրան ճանաչեցի, երբ զբաղվում էի նրա առաջին ֆիլմի պրոդյուսինգով։ Այն կոչվում էր Մարս։ Իմ նոր ընկերությունը ես անվանեցի հենց այդ ֆիլմի անունով։ Ավելի մտերմացանք, երբ օգնում էի Աննային իր երկրորդ ֆիլմը Ջրահարսը նկարելու հարցում։ Այդպես մեր կապն ամրացավ եւ առաջացավ ընտանեկան եւ ստեղծագործական միություն։ Աննան շատ տաղանդավոր ռեժիսոր է եւ ուժեղ մարդ։ Որդիս սկզբում աշխատում էր Central Partnership-ում։ Իմ հեռանալուց 1 տարի առաջ նա հեռացավ եւ ընկերոջ հետ սեփական պրոդյուսերական ընկերությունը բացեց՝ DT Productions։ Ես նրանց խորհուրդներով օգնեցի բիզնես մտնելու հարցում։ Նրանք շատ խելացի տղաներ են, շատ հաջողակ ֆիլմարտադրողներ են։ Անգամ ինձ հետ են մրցակցում։ Դուք երջանիկ գործարար եք, փող եք վաստակում մի գործով, որը առանց փողել մեծ բավականություն է պարգևում։ Ընդ որում չեք մոռանում օգտագործել ձեր ներուժը ողջ հայության համար կարևորագույն հարցերում։ Շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Спасибо. Спасибо вам за это. Спасибо.